2023 թվականից Հայաստանում ԱՊԱ ոլորտն անցավ ազատականացված սակագների համակարգի։ Այս քայլը ներկայացվեց որպես սակագների հնարավոր նվազմանն ուղղված նախաձեռնություն։ Սակայն վարորդները դժգոհում են, որ ԱՊԱ ապահովագրավճարներն աճել են։ Ինչպես են վարորդները վերաբերվում կատարվածին։ Ռադար Արմենիան փորձել է պարզել։ Ամենացածր ԱՊԱ-ն 30,000, բայց այն վաղ 22-23,000 էր։ Ես վտար չեմ ունեցել այս կռուկի տարի։ Կարող է այսպես նարոշենի բան արածնեմ, թեթևակի, բայց վտար չի եղել։ Ինչի համար պետք է այդեցնել։ Այսօր Յաշի քշողին ասում ես ինչքան ԱՊԱ-տ, ասում է 40-35,000, Opel են քշում 56,000։ Դե հիմա ասում եմ 5 դետալ վնասված է, 5 դետալը թող տանեն իրանք հենց ապահովագրությունը, ես դիմել եմ բողոքարկել եմ։ Թող տանեն 150,000-ով իրանց ուսն են սարքի, տենան կսարքի։ Երջանացել է, անցած տարի 19,000 էր, այս տարի 14,000։ ԱՊԱ-ն թանկացել է ու իմ կարծիքով դա ավելորդ ծախս է, ավելորդ բեռ է ժողովրդի վրա։ Ու ընդհանրապես ամեն ինչն է թանկացել։ Մենակ ԱՊԱ-ն չէ։ Ես իմ մեքենա խոսքի օրինակ ես վճարում էի, ասենք 3 ամսվա համար, ասենք ապահովագրություն էի անում, մի 3 ամսվանը այն ժամանակ 14,000 էր, հիմա ես մուծում եմ, ասենք 17,000։ Ու ես դրա նպատակը չեմ հասկանում, իմաստ է։ Միշտ էլ նորմալ մուծել եմ, ասենք ոնց եղել է լետնաբարոտ, իշնում է, էլի, որ ավարիա չես անում, բան չես անում, իշնում է։